Ինչպես եք սիրելի հայրեր, Տեր օրհնի ձեզ, ձեր հայրության տոնն է, եկեք այո, մի հատ լավ բուրը ծափերով մեր հայրերի համար, քույրեր ջան, ավելի լավ, ավելի բարձր, 3 ամիս է մենք ձեզ տոնել ենք, մարտ, չգիտեմ, ապրիլ, մայիս, որ ճարելներ հունիսն է կվերցնենք, բայց հետ մեկ արդեն լավա որ ես տոնը կա Ամերիկայում, Հայաստան տոն կա ես տեսակ, հայրության, նոր են սկսել, ով է սկսել, մենք հայրս լավ սկսում ենք, հետո կեսից կայնում է, հուսանք ես գործը ավարտին կհասցնենք, ամեն փառքեր Հիսուսին, հայրության տոնն է, սիրելի հայրեր, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ամեն, իմ համար իրոք սա ողջունելի օր է, տոն է, որ մի պահ ուղղակի մեր սերը, մեր զգացմունքը արտացոլում է մեր երկնային հորը, փառք Հիսուսին ամեն, մենք գիտենք, որ հայր լինելը դժվար բան է, սիրելիներ, մենք գիտենք, դեռ Եդեմի պարտեզից Ադամը ընդունեց այդ պտուղը իր մեջ, հետաքրքիր է նայում ենք Ադամի կյանքը, շատ դժվար կյանք էր, ամեն սիրելիներ, երբ որ Աստված կանչեց Ադամին, ասեց Ադամ, ուր ես Ադամ, առաջի բան ասեց դե այս կնոջը դու ես տվել, եթե կնոջը չստեղծեիր, սա էլ չէր լինի, և հետո գիտեք գնում է առաջ, մենք տեսնում ենք Ադամի բացակայությունը անգամ իր ընտանիքի մեջ, Կայենն ու Աբելը հիշում եք դժբախտ պատմություն, այդ պատմության մեջ էլի Ադամին չենք տեսնում, սիրելներ, Ադամի բացակայությունը, տեսնում ենք իրոք, գիտեք, ադամական մեղք ասենք, թե ինչ ասենք, սա այս ձևի մի բան է, մենք երևի որպես հայրեր, մենք այդ պասիվությունը ստացել ենք Ադամից, մեղադրեք Ադամին, ինչ կա չկա գցեք Ադամի վրա, Ադամից է եկե, սիրելի եղբայրներս, ամեն, բայց այսօր կուզեմ կենտրոնանամ, ինչպիսի հայր է մեր Աստվածը, սիրելներ, սիրում եք այդ նկարը, հալելույա, Ղուկաս 15-ն է, խոսալու եմ այդ առակի մասին, հոր սիրո մասին և դեպի Արարատն են նայում, փառք Հիսուսին, Արարատը միշտ է լինելու է մեր առջևում, մեր աչքերի առաջ, հալելույա, Արարատն է լինելու ու հետո նոր Արագածը իմ համար, Արագածն է լավ է, փառք Աստծու, բայց Արարատը երբեք այդ տեսարանը ոչ մի բան չի կարա փոխվի, սիրելներ, փառքեր Հիսուսին, Արման ջան, գիտեմ դու բարձրացել ես, գիտեք չէ, Արմանը մեր եղբայրը, բարձրացել է Արարատի գագաթը, դուք եթե վիդեոները տեսնեք նկարները, 3 օր տևեց եղբայրես, 3 օր, վայ երանի քո աչքերին, աղբեր, այ միսիան էտ է, բարձրացել է ու հայկական դրոշը դրել է հենց Արարատի գագաթին, փառքեր Հիսուսին, սիրելներ, ինչ հետաքրքիր բան, այսօր կկիսվեմ Ղուկաս 15-ից, մենք այս Ղուկաս 15-ում տեսնում ենք 3 կարևոր առակները մեր Տերը պատմում Հիսուսը, գիտեք առակի ամենասկզբում նա նշում է փարիսեցիները, դպիրները, կրոնական մարդիկ հավաքվել էին ու հարց էին տալիս իրեն, և այդ խոսակցությունից, այդ հարաբերությունից դուրս գալով մեր Տերը ուղղակի պատմեց մի հետաքրքիր առակ, նա 3 առակներ պատմեց, կորած ոչխարի մասին խոսած, գիտեք այդ առակը, լիքը նկարներ կա, երևի մեր տան մեջ այդ նկարներից կլինի, որ գնում է 99-ի թողում է, մեկ կորածին վերցնում է իր ուսերի վրա, դնում է և տանում է դեպի տուն, կորած դրամը, որը որ խոսում է արժեքի մասին, կարևոր բան է, և գիտեք հետաքրքիր է, ասում է անառակ որդին, բայց երբեք անառակ բառը չի նշվում Քրիստոսի առակի մեջ, ասում է կորած որդին, նա կորած էր և գտնվեցավ, մեռած էր և կենդանացավ, ես ավելի ճիշտ երևի կասեմ կորած որդու մասին, ամեն սիրելիներ, հետաքրքիր է շատ ժամանակ երբ որ Աստվածաշունչը գրվել է ինքը մեկ նամակ է եղել, ավետարանները, Մատթեոսի ավետարանը մի հատ մեծ նամակ է եղել և հետո եթե չեմ սխալվում 11-12-րդ դար 15-րդ դար սկսել են առանձնացնել մասերի, չապտերների, գլուխների, համարների և հետո վերնագրել են, այդ վերնագրելու ժամանակ մտածել են, ասել են, որն է այս պատմության վերնագիրը, ավելի շատ ասենք սիրո հոր առակը, անառակ որդու առակը, թե կորած որդու առակը, այսօր ես խոսալու եմ այս առակի մասին, բայց
դուք ինքներդ վերնագրեք ձեր մեջ կապված է հոր հետ, ամեն սիրելներ։ Հայրերի տոննակ խոսանք Ղուկաս 15-ի մասին։ Յուրաքանչյուր այս պատմության մեջ ինչ որ արժեքավոր բան կորչում է եւ հետո գտնվում է։ Կորած ոչխարը, դրամը եւ որդին սիրելներ։ Ղուկաս 19-րդ գլուխ 10 համարի մեջ ասում է, որովհետև մարդու որդին եկել է կորածին փնտրելու եւ ապրեցնելու եւ փրկելու։ Ունեք չէ վկայություն, որ ձեր կյանքում Տերը ոնց է ձեզ բարձրացրել, ձեր կորած վիճակից սիրելներ։ Ինձ Տերը իրոք այդ հրաշքը արել է իմ կյանքի մեջ, փառքեր Հիսուսին։ Ես հավատում եմ, որ կորած ոչխար ուղակի չէր կարող ինքն իրեն գտնել։ Կորած դրամը ինքն իրեն չէր կարող գտնել, նույնիսկ կորած որդին չէր կարող ինքն իրեն գտնել, եթե ոչ նա հավատար իր սրտի մեջ, որ հայրը սպասում է, հոր գուտն ու սերը դեռ սպասում է որդու վերադարձին, սիրելներ, ամեն։ Այո, միգուցե մեր կյանքի, մեր ընտանիքների մեջ ինչ որ մեկը կա, միգուցե մենք էլ հայրերս ինչ որ մի բանի դեռ սպասում ենք, ինչ որ մեկին սպասում ենք, թող Տերը ձեր աղոթքը լսի, սիրելի հայրեր, ամեն։ Սուրբ գրքում Աստծո որպես հոր առաջին հստակ բացահայտումը հանդիպում ենք, գիտեք որտեղ, որ հոր մասին խոսում է ու հայր բառը օգտագործում է կապակցված հայր Աստծո հետ։ Նշված է Երկրորդ Օրինաց 32:6-ում, սիրելներ։ Ես հավատում եմ Ղուկաս 15-ի առակը, որ մեր Տերը պատմում էր, այդ առակի մեջ ինք ուղակի մտածում էր Երկրորդ Օրինաց 32-ը։ Ինչքան է Իսրայելը հիշում այդ հորը, այդ աբային, այդ սիրելի հորը, ամեն։ Եվ նա պատմեց այդ առակը։ Գիտեք, Երկրորդ Օրինաց 32:6-ի մեջ առաջի անգամ հայր բառը կապակցվում է Աստծո հետ եւ ասա է ասում. Նա չէ քո հայրը, հարց է տալիս։ Նա չէ քո հայրը, հալելույա։ Քեզ գնողը, որ ստեղծեց քեզ ու հաստատեց քեզ։ Նա հիշեցնում է մի բան. Ադամ, ես քո հայրն եմ, հալելույա։ Սիրելիներ, գիտեք, պատկերացրեք Աստված Ադամին ստեղծեց, Ադամը պարտեզում էր, բայց նա չուներ ծնողներ, նա ծնողից ինչ որ մեկից ծնված չէր, Աստված նրան ստեղծել էր։ Ես հավատում եմ, որ նա այդ հայր հասկացողությունը բացվել էր իրան իր եւ հոր հարաբերության մեջ, Աստծո հարաբերության մեջ, քանի որ նա չուներ երկնային հայր, ծնող։ Մեկ առաջի Ադամը, մեկ է երկրորդ Ադամը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ ծնվեց, այո, Հովսեփը նրա հայրը չէր, նա ծնվեց Աստծուց, հասկանում եք։ Մենք փաստորեն առաջի Ադամից մենք այդպես էլ չստացանք այն կատարյալ հոր սպասումները, որ ունենք, որ պետք է փոխանցվեր սերունդից սերունդ, բայց երկրորդ Ադամը եկավ, որպեսզի ցույց տա հոր կատարյալ սերը, փառքեր Հիսուսին։ Ուշադրություն դարձրեք, որ հենց Աստծո հայր կոչելուց հետո Երկրորդ Օրինաց 32 գլուխը, որ կարդակ այդ ամբողջը կարդացեք, որ գնաք տուն, Երկրորդ Օրինաց 32-ը, անմիջապես կարդալուց հետո կտեսնեք, որ Մովսեսը նկարագրում է, թե ինչպիսի հայր է մեր Աստվածը։ Նա այսպես ասում, 10 համարի մեջ. Նրան գտավ ամայի երկրում, ինձ գտավ մի ամայի երկրում, վայրի ոռնացող անապատում։ Հո Տերը փրկեց ինձ այս անապատ աշխարհից, այս դժոխքից, այս չգիտեմ ինչ ասեմ, սիրելներ, ես գիտեմ իմ կյանքը ինչ ա եղել անապատ աշխարհում։ Շրջապատեց մեզ, խրատեց մեզ, նրան պահպանեց, ինչի իր աչքի բիբի պես։ Փորձել եք ձեր ձեռքով դիպչեք մեկի աչքի բիբին, փորձեք ձեր աչքի բիբին կպնեք։ Կտեսնեք ձեր մարմինը ոնց է միանգամից պայքարում։ Ինքները ձեզ դեմ, հասկանում եք։ Աչքի բիբի պես Տերը ընտրեց ու պաշտպանեց ձեզ, սիրելի քույր եղբայրներ, այդքան թանկ եք դուք Հայր Աստծո համար, սիրելներ, փառքեր Հիսուսին։ 11 համար ասում է, ինչպես արծիվն իր բույնն է քրքրում, շուռ է գալիս իր ձագերի վրա, տարածում է իր թևերը, վերցնում է նրանց եւ տանում է իր թևերի վրա, այնպես էլ Տերը միայն մանածեց նրան, հալելույա, փառքեր Հիսուսին։ Սա մեր երկնային հոր բնութագիրն է, սիրելներս։ Նա պաշտպանող Աստված է։ Սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որտեղ Սուրբ գրքում առաջի անգամ երբ Աստված
հայրը կոչվում է այս համարների մեջ որպես Աստված հայր, նա ներկայացվում է որպես պաշտպանող, առաջնորդող եւ խնամող հայր։ Այս սա է հայրը, սիրելներ։ Մենք չենք տեսնում որպես դատավոր, որպես թագավոր, որպես այլ իր այդ տիտղոսները, որ ինքը ունի, բայց որպես պաշտպանող, առաջնորդող եւ խնամող։ Եթե այս երեք բանը հանես հոր կոչումի միջից, ուղղակի գիտեք, ընտանիքները շատ անգամ ինչի քաոսի մեջ են ընկնում, բաժանումներ, կործանումներ, նման բաներ, որովհետև հայրը բացակայում է լինել այս երեք բաները՝ պաշտպանող, առաջնորդող ու խնամող։ Փառքեր Հիսուսին, սիրելներ։ Երկրորդ Օրինաց 32-ում հայրը գտնում է իր ժողովրդին անապատում։ Մենք կարդացինք դա։ Ղուկաս 15-ում հայրը սպասում է իր կորած որդուն, որը մոլորվել էր այս աշխարհի անապատում, սիրելներ։ Հալելույա։ Երկրորդ Օրինաց 32-ում հայրը կրում է իր զավակներին իր թևերի վրա։ Ղուկաս 15-ում հայրը վազում է դեպի իր որդին, գրկում է նրան եւ իր սիրո թևերի տակ է ընդունում նրան, փառքեր Հիսուսին։ Երկրորդ Օրինաց 32-ում հայրը պահպանում է նրան իր աչքի բիբի պես։ Ղուկաս 15-ում հայրը ծածկում է որդու ամոթը եւ վերականգնում նրան պատմուճանով, մատանիով եւ կոշիկներով, ասենք փառքեր Հիսուսին։ Երկրորդ Օրինաց 32-ում հայրը կերակրում է եւ օրհնում է իր ժողովրդին։ Ղուկաս 15-ում, սիրելներ, հայրը խնջույք է պատրաստում իր վերադարձած որդու համար, փառքեր Հիսուսին։ Մեկ մեղավորի համար Տերը խնջույք է պատրաստում, փառքեր Հիսուսին։ Հոր սիրտը երբեք չի փոխվել։ Հին կտակարանից մինչև նոր կտակարան շատ ժամանակ մենք նայում ենք, այսպիսի մի միտք կա, չէ, որ գալիս է մեզ, որ ասում ենք երևի հին կտակարանի Աստվածը մի քիչ դատավոր Աստված էր, խիստ Աստված, պահանջող Աստված էր, բայց նոր կտակարանի այդպիսի բան չկա։ Մովսեսից մինչև շնորհքը հոր սերը երբեք չի փոխվել, որովհետև Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց։ Ջրի մկրտության ժամանակ, երբ որ որդին դուրս եկավ ջրից, ասում է՝ «Սա է իմ սիրելի որդին»։ Եվ այդ նույն խոսքերը նա հռչակում է մեր կյանքի մեջ։ Եվ այսպես կորած ոչխարը, կորած արժեքները եւ կորած որդին, սիրելներ։ Ես Աֆրիկա գնալուց առաջ այստեղ աղոթում ենք եւ Վարդուին ասեց, ամբողջ թիմին ասեց՝ ուշադիր կլինեք, շատ բան է ամուսինս կորցնում, հետևից կնայեք։ Իրոք, երբ որ գնում եմ, չգիտեմ, հետ թռիչքի ժամ, ինչն է, որ սենց բաներ կա, որ սենց թողում եմ միտեղ էլի ճանապարհին, ու ամբողջ այդ ժամանակ հավատա Վարդ, որ գնացել ենք, ինչ որ մի բան մնում էր, ասում են Pastor Armen, վերցրու հետ, ասում եմ, էլի կորցնում էի։ Սաղ լավ վերջացրեցինք ամեն ինչ։ Արդեն Թուրքիայից պետք է գանք այստեղ, ժակետս թողեցի Թուրքիայի այրոպորտում, սիրելներ։ Էլի կորած բանը, այս ժակետն էլ ենքան էի սիրում, հասկանում եք, այդ շոկ Աֆրիկա բանի ես ժակետ էի տարե, պատկերացրեք։ Եվ այսպես, կորածը երբ որ գտնում ես, շատ ես ուրախանում, դա հոր սիրտն է, ամեն։ Առակի 11 համար այսպես ասում, Ղուկաս 15:11-ը, դարձյալ ասաց մեր Տերը, մի մարդ երկու որդի ուներ, նրանցից կրտսերը հորն ասաց, հայր, տուր ինձ ունեցվածքիցդ ինձ հասնող բաժինը, եւ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ Հայրը ազատություն է տալիս, սիրելներ։ Ամենաառաջի բանը, տեսեք, նա Աստված է, բայց նա երբեք մեզ կոնտրոլ չի անում։ Չի իշխում մեր կամքի, մեր զգացմունքների վրա։ Նա մեզ տալիս է ազատ կամք։ Ու ինչն է հետաքրքիր այս թեմայի մեջ, որ ասում է հավասար բաժանեց նրանց։ Այնպես չէր, որ մի մեծ մասը տվեց փոքր որդուն եւ երկուսին էլ տվեց, ամեն սիրելներ։ Եվ հետաքրքիր է, որդին ասում է փոքր որդու աղոթք այսպիսի մի աղոթք էր։ Երևի մենք շատ ժամանակ այս նույն աղոթքն ենք բարձրացնում Տիրոջը, ամենաառաջինը նայենք որդու վերաբերմունքը իր հոր հանդեպ, հետո նայենք հոր վերաբերմունքը իր որդու հանդեպ։ Ասում է հայր տուր ինձ ունեցվածքիցդ, սա կրտսեր որդու աղոթքն էր։ Շատ ժամանակ այո մենք
կրծեր որդու աղոթներ ենք բարձրացնում, որ հայ, ցանկանում եմ քո օրհնությունը, բայց ոչ քո ներկայությունը։ Հայր, ինչ որ մի բանի կարիք ունեմ իմ կյանքի մեջ։ Մեր, եթե ուշադրություն դարձնեք, երևի, մեր աղոթքների մեծամասնություն ուղղակի խնդրանք է։ Տեր, տուր ինձ, Տեր, տուր ինձ ինչ որ մի բան, Տեր, տուր ինձ։ Ես գիտեք, կիրակնորյա ծառայությունները իմ սրտի մեջ այսպես է դրված։ Ինչքան հնարավոր է կիրակնորյա ծառայության ժամանակ տուր ինձ փոխվի տամ քեզ Տեր Աստված։ Իմ սիրտը, իմ կյանքը, իմ օրհնությունը, իմ երգն ու իմ փառաբանությունը տամ քեզ։ Որտեվ ես ինքս գիտեմ իմ ծածուկ սենյակի մեջ ես տուր ինձ աղոթներ շատ եմ անում, ու դա շատ կարևոր է, մենք պետք է այդ աղոթները անենք։ Ու նա գթած Աստված է, նա առատ Աստված է, նա տվող Աստված է, նա այդ հայրն է մեր համար։ Տուր ինձ հայր առողջություն, այո, դա իմ աղերսանքն է, տուր ինձ աշխատանք, հաջողություն, տուր ինձ պատասխան հենց հիմա, դա իմ ամեն օրվա ծածուկ սենյակ, բայց երբ որ գալիս է կիրակի օրը, հայր տալիս եմ քեզ ամեն բան Տեր Աստված։ Սրանք սխալ աղոթներ չեն, տուր ինձ աղոթքները, որովհետև հայրը սիրում է տալ իր զավակներին։ Նա առատ Աստված է, ես նշեցի դրա մասին, բայց երբեմն պետք է ինքներս մեզ հարցնենք։ Իմ աղոթներում ավելի շատ որ բառերն են հնչում։ Տուր ինձ, թե տալիս եմ քեզ, ամբողջովին սիրելներ, ամեն։ Հայր, վերցրու իմ սիրտը, իմ կյանքը, վերցրու Տեր, իմ սրտի խոր երկրպագությունը քեզ, հալելույա, փառքեր Հիսուսին։ Այդ տերունական պաշտամունքը դրա մասին է, սիրելներ։ Թող մեր հայրը փառավորվի այսօր։ Թող մեր հայրը, կատարյալ հայրը, մեր սիրելի Հիսուս, այսօր տալիս են քեզ, մեր կյանքը, մեր երկրպագությունը, մեր խոսքը, մեր օքին, մեր սիրտը, ամեն բան տալիս ենք քեզ, Տեր Աստված, փառք քեզ։ Շնորհակալ ենք, Տեր Հիսուս, այնինչ էլ որ մենք ունենք, Տեր Հիսուս, գոհանում ենք քեզանից։ Երկրորդը նայում ենք հոր սերը իր որդու հանդեպ։ Հայրը նրան ընտրության ազատություն տվեց, ինչքան եմ գոհանում Աստծուց, որ իրոք Աստված մեզ տալիս է այդ ազատությունը։ Աստված մարդուն տվել է ազատ կամք, սիրելի քույր եղբայրներ, ու երբեք հիշեք, սերը երբեք չի կարող պարտադրվել։ Եթե մեկը ինչ որ մեկի կյանքում սկսում է ստիպել, ինչ որ պարտադրել, դա սեր չի, սերը ազատ է թողում։ Աստծո սերը, հոր սերը երբեք իր որդու նկատմամբ չփոխվեց։ Որդին գնացել էր հեռու աշխարհ, մատնել էր իր կյանքին, հայրը մնացել էր նույնը, ամեն սիրելներս։ Այդ սիրո աստիճանն է, որ մենք պետք է ընդունենք ու սովորենք մեր երկնային հորից, թող եկեղեցին ասի ամեն, փառքեր Հիսուսին։ Դեռ Եդեմի պարտեզում Ադամը ընտրության հնարավորություն ուներ։ Գիտեք, Աստված Ադամին ստեղծեց Եդեմի պարտեզում կատարյալ ու նրա մեջ դրեց կատարյալ կամք։ Ասեց Ադամ, ամեն բան քոնն է, ամեն բան քոնն է։ Բայց ասեց կերածը տորվանից այդ ծառից որ ուտես կմահանաս, ամեն սիրելներ։ Ադամը ինչ արեց։ Այն ամեն բաները որ իրենն էր, ամեն բաների տերն էր ինքը, կենտրոնացել էր այդ մեկի վրա, որ չպետք է կպներ սիրելներ։ Եվ ես նայում եմ Ադամի առաջ, որ Աստված ինչ ազատ կամք էր դրել, ընտրության կամք էր դրել մեր հայրը, այդ նույն կամք այսօր խոսում է մեր կյանքի մեջ։ Երկրորդ Օրինաց 30:19-ի մեջ ասում է կյանքն ու մահը դրեցի քո առջև, ընտրիր կյանքը, ամեն։ Ամեն օր մենք ընտրության առաջ ենք կանգնած, սիրելի եղբայրներ, ամեն օր, ինչքան ենք կյանք ընտրում, ինչքան ենք բացասական ընտրում, ինչքան ենք այս աշխարհի ինչ-որ մի բաներ, բայց ինչքան ենք ընտրում կյանքը, հնարավորությունը, այն ազատությունը, որ Աստված մեր մեջ դրել է իր որդու Հիսուսի Քրիստոսի միջոցով, փառքեր Հիսուսին։ Ղուկաս 15:13-20 համարների մեջ հետաքրքիր բան է կատարվում այս որդու կյանքի մեջ։ Ասում է, եւ երբ որ ամբողջը սպառվեց, եղել է, չէ՞, մեր կյանքի մեջ առատ օրեր, մեկ է սպառված օրեր։ Այո, կարա սա լինի նյութականը, կարևոր է, նյութականը, կարա լինի առողջականը, որ առողջական լավ վիճակ ունես, ու մեկ է գալիս է առողջական սովի տարիներ, նման բաներ։ Այո, այս տարիներով, այս սպառված տարիներ մենք էլ ապրում ենք, սիրելներ, ամեն։ Եվ ասում է, երբ որ ամեն բան սպառվեց, այդ երկրում սաստիկ սով եղավ։
ինքն էլ ասում է սկսեց չքավոր դառնալ։ Սա սովոր չէր, մարդ, որ ապրել է թագավորի պալատում, տեսել է հոր սերը, հոր գութը, առատությունը, նա տեսել է ինչ բան է թագավորի որդի լինելը, բայց մեկ էլ կորցնում է ամեն բան սպառվում է իր կյանքում, որդին վատնում է ամեն ինչ որ ունի, ինչ որ հայրը տվել այդ ամեն բաները նա կորցնում է, իր ժառանգությունը, արժանապատվությունը, հարաբերությունն ու նպատակը եւ վերջապես հայտնվում է խոզերի արածացնելու այդ դաշտի մեջ, սիրելներ։ Մենք տեսնում ենք, որ այս խոսքը ասում է, այո, որ նա իրոք հոր տանից շատ հեռու էր գնացել։ Հրեաները Իսրայելում նրանք խոզ չէին պահում։ Եթե խոզ այս տեսակ կենդանիներ մենք տեսնեինք Իսրայելի տարածքում, դա չկար, դա պետք է գնայր Սամարիայի սահմաններից դուրս։ Նա գնացել էր միտեղ, որտեղ որ նա հոր տանից շատ հեռու էր, սիրելներ, ու ամեն բան իր կյանքում սպառվեց, ամեն բան։ Գիտեք, մեղքը միշտ ազատություն է խոստանում։ Ամեն ինչ լավ է լինելու կյանքիդ մեջ։ Ադամ, ճաշակի Աստծո պես կլինես, Աստծո պես կարաս մտածես։ Մեղքը մարդուն մեծ խոստումներ է տալիս, բայց սիրելներ, հավատացեք, որ բերում է ստրկություն մարդու կյանքի մեջ, բերում է դատարկություն, բերում է սպառված վիճակ։ Մարդիկ անգամ շատ ժամանակ, երբ որ ապրում են սիստեմատիկ այդ մեղքի կյանքը, նրանք վկայում են, որ սկզբնական, այո, կարծես քմահաճույքը զգում է, բայց ինչքան որ գալիս եմ այդ վեր, այնքան զգում եմ կապվածություն կյանքիս մեջ, որ միայն Տերը կար այդ կապվածությունը կոտրի։ Հռոմեացիների 6:23-ի մեջ խոսքն ասում է, սա գարանտիա է տալի, մեղքի վարձքը մահն է, սիրելներ։ Հավատացեք, մեղքը ունի վարձք եւ դրա վարձքը մահ է։ Ղուկաս 15, 17, 18 համարներ ասում է, այդ իրավիճակի մեջ նա երբ որ ամեն բան կորցրել էր, հասավ մի իրավիճակի մեջ ասում է, եւ սթափվելով որդին ասաց, եւ սկսեց իր զգացմունքների հետ, նա սկսեց ինքն իր հետ խոսալ, մի հարց սկսեց տալ, քանի վարձկաններ կան իմ հոր տան մեջ, որ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ, վեր կենամ հորս մոտ գնամ ու նրան ասեմ, լսեք, սա շատ կարևոր բան է, հայր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ։ Տեսեք, սա որդու խոստովանությունն է հորը։ Մենք մեր կյանքի մեջ մենք այսքան բան կարանք անենք։ Երբ որ հասկանում ես քո կյանքի իրավիճակը, սպառնա, երբ որ զգում ես կյանքիդ մեջ ինչը, միայն խոստովանիր Աստծուն։ Հայր, այո, մեղանչել եմ երկնքի առաջ եւ քո առաջ, Տեր Աստված։ Սա ապաշխարության առաջի քայլն է, սիրելներ։ Ապաշխարությունը սկսվում է այն ժամանակ, երբ մարդը տեսնում է իր իրական վիճակը։ Քանի դե որ կյանքիդ մեջ մեղավորներ ես փնտրում, քանի որ կյանքիդ մեջ դեռ ուրիշների մեջ կարած գտնես ինչ-որ մի բան, դա ապաշխարություն չի։ Բայց երբ որ գալիս ես, կանգնում ես մի կետի մեջ, որ ասում ես, Տեր, այո, ես հասկանում եմ, Տեր, իմ պատասխանատվությունը, դա ես էի որոշել, դու ինձ ազատ կամք էիր տվել, իմ ընկերական կյանքն է ես էի որոշել, իմ աշխարհի կյանք, ամեն բան ես էի որոշել, Տեր Աստված, ու դու ինձ կարաս տաս ազատություն, ամեն, ուշադրություն դարձրեք հոր վերաբերմունքը, տեսեք հայրը ինչ անում, ու երբ նա դեռ ասում է հեռու էր, հայրը նրան տեսավ, հայրը սպասում էր։ Գիտեք, Ամերիկայում ասում է, որ 4 երեխաներից մեկը հոր պակաս ունի, հոր բացակայություն, դա մեծ թիվ է կազմում, մոտ Ամերիկայում բնակչությունը 300 միլիոնից 350-ից ավել միլիոն բնակչություն կա, պատկերացրեք, ամեն 4 երեխայից մեկը տան մեջ հայրը բացակայում է։ Եվ հետաքրքիր է ստատիստիկայով ասում են, որն այս երեխաների բանը, ինչ են ասում այդ բացակայությունը, ասում են, որ մենք դեռ սպասում էինք, նրանք դեռ սպասում էին, անգամ մանկապատանեկան տարիքը ամենադժվար տարիքն է, նրանք չեն հասկանում ոչ մի բան, նրանք միայն մի բան են հասկանում, երևի մեղավորը ես եմ, իմ մեղքի պատճառով է եղել,
Երևի ծնողներս բաժանվել են, որովհետև ես հասկանում եք, երեխայի մտածելակերպը այդպես է։ Երևի այստեղ էլ այս որդին իր մտքով շատ բաներ էր անցնում, երևիներ իմ հոր հետ, բայց հայրը նրան սպասում էր։ Հայրը դեռ իր ձեռքերը բացել էր ճանապարհին ու ասում էր որդիս, սպասում եմ քեզ։ Ու պետք է որդին իր մեջ զգա այդ սպասումը, որ կատարյալ է։ Հավատացեք, որդիները կարան դա տեսնեն ու զգան, սիրելներ, որ իրենց հայրը սպասում է։ Աստծո խոսքը ասում է երկրորդ Մնացորդաց 16:9 մեջ ասում է Տիրոջ աչքերը շրջում են ամբողջ երկրով մեկ։ Նրանք տեսնում են ու հետևում են մեզ, սիրելներ։ Հայրը վազում է դեպի կորած մարդը։ Մեր երկնային հոր բնույթ է, որ նա միշտ դեպի գնում է դեպի կորածը, դեպի կոտրվածը, դեպի կարիքը, սիրելներ։ Հայրը նրան տեսավ եւ գթաց։ Տենալը մի այլ բան է, բայց երբ որ տեսնում ես compassion, գութ ես զգում, այս սա ուրիշ մի բան է։ Շատ ժամանակ ասում է Քրիստոսը շարժվեց գութը, նրա գութը շարժեց նրան։ Երբ որ տեսնում ես ցավը, կարիքը, գիտեք, մի հոգեբանները այսպես են միշտ բացատրում, ասում են ամենադժվար բանը սա է, որ անգամ որ միսիայի ենք ուղարկում թիմերը, իրանց հոգու մեջ, հոգու աշխարհի մեջ սաղ տակնու վրա է լինում, որովհետև բաներ կա տեսնում են, բայց չեն կարում փոփոխություն բերեն։ Բաներ կա տեսնում են, ուզում են անեն, ուզում են օգնեն, ուզում են այդ իրավիճակը փոխվի, բայց չեն կարում։ Հասկանում ես, քո կարողությունից վեր է։ Անկամ գութը մեջը շարժվում է, բայց քո կարողությունից վեր է, ամեն։ Մեր երկնային հայրը նրա գութը շարժվում է եւ նա փոփոխություն է բերում մեր կյանքի մեջ։ Նա կարում է հպվի մեր կարիքներին։ Նա հասկանում է մեր կարիքները, մեր ցավը, մեր հոգսը։ Սիրելի քույր եղբայրներս, ամեն։ Մենք նայում ենք, ասում է վազեց, վզովն ընկավ ու համբյուրեց նրան։ Երեք կարևոր բան, որ սա ուղղակի հակասում էր հրեական տրադիցիային։ Վազելու մասին մենք շատ ենք լսել, որ հրեաները այդպիսի մի բան չէին անի, որ նա ոտքերը բարձրացներ այդ պատմությանը ու նա վազեր, հասկանում եք, մենք գիտենք դա, նրանք այդ բանը չէին անում հրեաները, անգամ հայրը վազեր, դա աննարին բան է։ Գիտեք, մեր մեջ է տրադիցիաներ կա մեր հայկական ընտանիքներում, օրինակ իմ հոր սերունդը երբեք չենք տեսել երեխային վերցնի ու գրկի ու սենց պահի, չէ՞։ Բայց իմ սերունդը մենք վերցնում ենք երեխուն, գրկում ենք, երեխուն քնացնում ենք, ճիշտ եմ ասում, թե չէ։ Մեր ծնողների սերունդը չէ, դա եղել է մայրը։ Հա, հրեաների մեջ էլ իրենց սովորությունն է եղել, հոր հետ կապված, սիրելներ։ Եվ ասում է հայրը վազեց, վզովն ընկավ։ Այստեղ տեսնում ենք որդու խոնարհությունը հոր առաջ, որ նա եկել էր խոնարհվել էր հոր առաջ, հայրը ընկավ որդու վզով եւ գիտեք ինչն է հետաքրքիր եւ ասում է համբյուրում էր նրան, համբյուրում էր։ Ավետարանի մեջ 3 տարբեր տեղեր է նշված այս համբյուրի մասին։ Մենք տեսնում ենք մեկ այստեղ է նշված, որ նա ընկավ եւ ասում է համբյուրում էր նրան եւ երկրորդը Մայրամը ասում է հոր Հիսուսի ոտքերն էր լվանում եւ համբյուրում էր նրա ոտքերը, բայց երրորդ համբյուրը Հուդան։ Երբ որ նա նշան էր տվել, ես գնամ համբյուրեմ այդ նշանը, հասկանում եք, 3 տարբեր ժամանակ, 3 տարբեր փորձառություններ, իմ աղոթն է, որ մեր հարաբերությունը Աստծո հետ լինի անկեղծ։ Այդ ջերմ սրտից գա, ջերմ սիրուց գա, հայր տալիս եմ քեզ ամենալավը։ Համբյուրում եմ քո ձեռքերը, քո ոտքերը, քո խոցված մարմինը Տեր Աստված, փառքերը քեզ իմ հայր։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Ինչն է հետաքրքիր սիրելներ այստեղ։ Համայնքը ընդունեց որդուն։ Գիտեք ինչու։ Որովհետև հայրը ծածկեց որդու մերկությունը նախքան նրան համայնքին ներկայացնելը։ Համայնքի համար սա շատ հետաքրքիր էր։ Երբ որ որդին դուրս էր եկել տանից, նա դուրս էր եկել մաքուր, կոկիկ, ընտիր, համայնքի համար արժեքավորված եւ այսպես հայրը որդուն չբերեց կոտրված, փշրված, կեղտոտ, մեղավոր, անցյալը իր վրա ոչ, միանգամից վերականգնեց որդուն։ Վերականգնեց եւ այդ որդուն բերեց համայնքին ու համայնքը տեսավ, որ այս որդու կյանքի մեջ փոփոխություն չի եղել։
Նա նույն որդին էր, որ գնացել է, նույն որդին է, որ վերադարձել է, ամեն սիրելներ։ Այդպիսի հայր է մեր հայրը, սիրելներ։ Այդպիսի հայր է մեր հայրը, որ նա երբեք մեր անցյալը մեր վրա չի դնում։ Մեր անցյալով մեզ չի կանչում։ Մեզ կանչում է մեր նոր անունով, նոր անուն է տալի, դու որդիական իրավունք ունես, դու իմ որդին ես, ես սիրում եմ քեզ, հալելույա, փառքեր Հիսուսին, փառքեր Հիսուսին։ Հայրը վերականգնում է որդու ամեն առաջի բանը, գիտեք ինչ է, ինքնությունը, իր դիրքը իր մեջ, սիրելներ, ամեն առաջի բանը դա է անում։ Որդին իր մեջ այսպիսի մի սցենար ուներ պատրաստած, որդին սկսեց իր պատրաստած խոսքը, կգնամ հորս մոտ ու հորս բարձրաձայն կասեմ, արժանի չեմ այլևս քո որդին կոչվելու եւ կշարունակեմ եւ այսպես շարունակ ու շարունակ, բայց հայրը ընդհատեց նրան։ Նա նույնիսկ թույլ չտվեց ավարտել ծառա դառնալու խնդրանքը։ Կարդացեք ու կտեսնեք։ Նա ուզում էր գար հասներ ծառայի կերպարանքի մեջ, բայց հայրը թույլ չտվեց։ Մի անգամից հայրը խոսքը ընդհատեց եւ ասեց. «Բերեք մատանին, բերեք կոշիկները, բերեք սիրելներ, պատմուճանը իմ որդու, հալելույա, եւ իմ որդու մերկությունը ծածկեք»։ Փառքեր Հիսուսին։ Նոյի մերկությունը որդիները ծածկեցին, սիրելներ։ Սա կարևոր բան է։ Երբ որ ծածկում ես ինչ-որ մի բան, Քրիստոսի անունով եւ արյունով, փառքեր Հիսուսին, արժանի չեմ այլևս քո որդին կոչվելու։ Այո, արժանի ես, հայրը ասեց։ Փոխարենը հայրը ասեց. «Իսկույն բերեք լավագույն պատմուճանը, մատանին, ոտերին դրեք կոշիկները»։ Հայրը ոչ միայն ներում է, այլ վերականգնում է։ Սա շատ կարևոր բան է, որ հասկանանք։ Այո, մենք ստացել ենք հոր ներումը, բայց Աստված վերականգնում է քո ամբողջը քո կյանքի մեջ։ Սիրելի քույր եղբայրներ, Աստված վերականգնելու է ձեր տղաներին, ձեր աղջիկներին։ Աստված վերականգնելու է ձեր ամուսիներին, ձեր կանանց։ Աստված վերականգնելու է ձեր ժառանգությունը հայրը իր որդու Հիսուսի Քրիստոսի մեջ, հալելույա։ Եկեղեցին պետք է ուրախությամբ ընդունի փոխված կյանքերը։ Սա շատ կարևոր բան եմ հիմա ասում։ Մենք մոտենում ենք հիմա մեծ որդու կարգավիճակի մեջ, սիրելներ, ամեն։ Շատ ժամանակ աղոթում ենք, Տեր վերականգնի, Տեր փրկի եւ սա արա։ Մեկ էլ հայրը անում է, քույր եղբայրներ, մարդիկ գալիս են եկեղեցի, ասում ենք այս կարող են բանի տղեներ, ես ժամանակին, տենց բան չկա, սիրելներ, ամեն։ Աստված վերականգնել է, Աստված փրկել է։ Իմ աղոթն է, որ Աստված բերի շատ ավագ որդիներ այս տան մեջ, շատ կրտսեր որդիներ այս տան մեջ Քրիստոսին պաշտելու համար, փառքեր Հիսուսին։ Տեսեք ինչպիսի սեր հայրը շնորհեց։ Հովանեսն ասում 3:1-ի մեջ առաջի Հովանես։ Տեսեք ինչպիսի սեր շնորհեց մեզ հայրը, որպեսզի Աստծո որդիներ կոչվենք։ Ես միշտ հիշեցնում եմ, ասում եմ, որ Աստծո որդիներ, երբ որ ասում ես Աստծո որդի եմ, նշանակում է դու հայր ունես։ Մտածել եք դրա մասին։ Աստծո որդիներ լինելու։ Մենք շատ ժամանակ ասում ենք, մենք քրիստոնյա ենք, մենք քրիստոնյա ազգ ենք, մենք քրիստոնյա լինելը լավ է, բայց որդի լինելը դա այդ կորցրած ինքնությունն է, որ Տերը վերականգնեց հայրը որդու մեջ, փառքեր Հիսուսին։ Հայրը ուրախանում է, սիրելներ, մարդկանց փրկության համար։ Դա հոր սիրտն է։ Ղուկաս 15:23-24-ը շարունակում ասում է. «Բերեք պարարտ եզը, հալելույա։ Մորթեք, ուտենք, ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին անառակ էր, չէ։ Իմ այս որդին մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց, հալելույա։ Փառքեր Հիսուսին, փառքեր Հիսուսին, փառքեր Հիսուսին, հալելույա։ Ամեն ու ամեն»։ Իսկ նրա ավագ որդին դաշնում էր խոստն ասում է։ Մինչ գալիս էր մոտեցավ տանը, քույր եղբայրներ, ասում է երգերի ու պարերի ձայն լսեց։ Այս պարերի ձայն, այս պար մեկ անգամ նշված ամբողջ նոր կտակարանում, այն էլ այստեղ հոր տան մեջ։
պարերի ձայներ, երգերի ձայներ։ Հունարեն այս պարերի ձայնը, այս պարեր բառը կոչվում է շրջաձև պար։ Ոչ թե անատական պար, սա Աստծո ժողովրդի պարն է։ Երևի մեր հայկական պարերի մեջ այդ շրջաձև այդ պարը քոչարին, որ ուսուսի, այս սենց կանգնած, միասնական, մեկ ոտքով մյուսը, մեկ ձեռքը մյուսը, միասնական տան մեջ այդ պարի ձայները լսվեց։ Մարդիկ ասում են, Արմեն եղբայր, տղայիս աղջկա հարսանիքն է գալի, ասում եմ, թող ձեր տան մեջ լսվեն այդ պարի ձայները, փառքեր Հիսուսին, ուրախության ու պարի ձայներ։ Այո, կա սքի օրեր և կան ուրախության օրեր։ Տերն ասում է, սքացողի հետ սքացեք, երբ որ որդին կորած էր, հեռու էր, հայրը սպասում էր, հայրը սքում էր, բայց երբ որ որդին եկան ուրախության օրերը։ Սիրելի հայրեր, ամեն, փառքեր Հիսուսին։ Եվ Տեր ասում է Ղուկաս 15:10-ի մեջ, ասում եմ ձեզ, սիրելի եկեղեցի, այսպես էլ Աստծո հրեշտակների մոտ ուրախություն կլինի մեկ ապաշխարած մեղավորի համար։ Գիտեք, աշխարհում ամեն մի վայրկյանից էլ քիչ, չգիտեմ քանի բաներ ասեմ, մեկ վայրկյանում 20-ից ավել փրկություն ա լինում։ Երկինքը դուք պատկերացնում եք ինչ տեղ է։ Մենք երկինքը պատկերացնում ենք երևի սենց սիմֆոնիկ, ինչ-որ հոգիներ սավառ։ Երկինքը իրական է։ Երկինքը ցնծում է, երկինքը ուրախանում է։ Երկինքը տոնում է։ Փառք ես Հիսուս։ Փառք ես երկնքի համար։ Հայրը սիրում է։ Հայրը սիրում է երկու որդիներին էլ։ Մենք շատ անգամ այս առակի մեջ կենտրոնանում ենք փոքր որդու վրա։ Բա մեծ որդին սիրելներս, ով էր այս մեծ որդին։ Ավագ որդին ասում է բարկացավ։ Ես սկզբից ասեցի, որ Քրիստոսին հարց տվեցին, ովքեր, դպիրները, փարիսեցիները, հրեաները, Իսրայելը։ Իսրայելը մինչև այսօր որպես մեծ որդի բարկացած է հեթանոսների փոքր որդու ապաշխարության համար։ Ասում են, սաղ մերն է, ոնց եղավ։ Այս հենց սրա համար Հիսուս այս առակը պատմեց, սիրելներ, որ նա կարնա հրեաների աչքերը բացի, որ ես երկրորդ օրինացի 32-ի հայրն եմ ձեր համար, սիրելի մեծ որդի, բայց չէ որ փոքր որդին էլ ես եկել եմ աշխարհի համար։ Կրտսեր որդին ներկայացնում էր բացահայտ մեղավորին, գիտենք դա, փոքր որդին բացահայտ մեղավորին է ներկայացնում։ Իսկ ավագ որդին ինքնարդար կրոնական մարդկանց։ Հանդիպել եք այդ տեսակ մարդկանց։ Այս եկեղեցին ծնվելուց, չգիտեմ քանի անգամներ, քույր եղբայրներ, միշտ եղել է հենց առաջի կիրակին մեր հաղորդության կիրակին է։ Մենք որ ամեն կիրակի մենք առաջի ամսվա կիրակին գալիս ընդունում ենք Տիրոջ արյունն ու մարմինը, ու ես բացատրում եմ, ասում եմ, քույր եղբայրներս, եթե ընդունել եք Հիսուսին Տեր եւ անձնական փրկիչ, նա ձեր Աստվածն է, ձեր կյանքը խոստովանեք Աստծուն, տվեք, ու մենք մոտենում ենք Տիրոջ արյունն ու մարմինն ենք ընդունում, չէ՞։ Գիտեք, քանի անգամ մարդիկ են եղել, որ ուղղակի սովորություններ կա, որ այլ եկեղեցիներից եկել են ու դժվար են կարողացել այդ միտքը ընդունեն, ոնց կարա Տիրոջ արյունն ու մարմինը ուղղակի ընդունելի լինի բոլորին։ Ոնց կարան մարդիկ մոտենան Տիրոջ արյունն ու մարմնին։ Այո, ճիշտ է, մենք չենք տանում Տիրոջ արյունն ու մարմինը տալի մուսուլմաններին կամ բան, բայց խոսում ենք տան մեջ, տան որդիներին։ Հասկանում եք, կրոնական ձևը, բանը տան մեջ ես, բայց կողքինիդ այլ ձև ես տեսնում։ Հասկանում ես։ Մեկը կորած էր անառակության մեջ, կորած որդին, իսկ մյուսը հոր տան մեջ։ Սիրելի քույր եղբայրներ, սա իրական է, բայց հայրը դուրս եկավ երկուսի մոտ էլ։ Ու շատիր կարդացեք այս առակը։ Հայրը թողեց խնջույքը, վազեց դեպի ավագ որդին, գնաց դեպի ավագ որդին։
Մենք շատ ժամանակ նայում ենք, ասում ենք, երևի փոքր որդու ետևից մենակ գնա։ Խնջույքի ժամանակ փոքր որդուն նա սպասում էր, բայց ով էր այս ավակ որդին։ Ես հավատում եմ, 3 առակները, որ Տերը պատմեց, կորած ոչխարի առակը դա ավակ որդին էր, որ նա տանից դուրս էր եկել։ 99-ին թողեց հայրը խնջույքի մեջ ու գնաց այդ մեկ կորած ավակ որդուն էլ, որ ետ բերի, սիրելներ։ Եվ կրտսեր որդին այն որդին, որ նա աշխարհ էր գնացել եւ այդ որդուն է նա սպասում էր բերեց տուն։ Եվ այս 2 առակների մեջ ասում է, որ նա դրամը, ինչ որ մի կին դրամա կորցնում, խոսում է արժեքների, 2 որդիներն էլ արժեք ունեն Աստծո համար։ Ամեն մեկը արժեք ունեք, արժեքավոր եք, արժեքավորված եք Աստծո համար։ Հավատացեք սա, ընդունեք սա ձեր մեջ։ Սա բացահայտում է Աստծո սերը ոչ թե միայն ապստամբերի նկատմամբ, այլ նաև տան մեջ բնակվող իր որդիների նկատմամբ, փառքեր Հիսուսին։ Եսայի 53:6-ն այսպես ասում. Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես, յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց, բայց Տերը նրա վրա դրեց մեր բոլորի անօրենությունը։ Մեր բոլորի հանցանքն ու մեղքերը, ամեն բան Տերը նրա վրա դրեց։ Երբ որ ասեց այդ պարարտ եզը բերեք, մորթեք, ես հավատում եմ հայրը այդ իր փոքր որդու հանցանքն ու անօրենությունը դրեց այդ զոհի վրա եւ ասեց, որդիս, ծածկված է քո անցյալը այս զոհի արյունով, Քրիստոսի արյունով, թող եկեղեցին ասի ամեն, հալելույա։ Ղուկաս 15:5 խոսք այսպես ասում. Նրա ուսերին կդնի ու ասма նրան տուն տանելով այդ կորած ոչխարին, իր բարեկամներին, հարևաններին կկանչի ու նրանց կասի, ինձ հետ ուրախացեք, որովհետև իմ կորած ոչխարը գտա։ Կանգնենք ոտքի, սիրելիներ, սիրելի հայրեր, սիրելի մայրեր, եկեք աղոթենք։ Ես կխնդրեմ, որ սիրելի քույրեր, սիրելի մայրեր օրհնեք այսօր մեր հայրերի տոնն է, մեր տոնն է։ Ձեր սիրո օրհնության խոսքերը հռչակեք հիմա, գոհություն տվեք Աստծուց, որ դուք ձեր կյանքի մեջ ունեք ամուսին, ունեք կյանք, ունեք ընտանիք, փառքեր Հիսուսին։ Գոհություն պատիվ քեզ, սիրելի Հիսուս։ Շնորհակալ եմ Տեր Աստված, շնորհակալ եմ Հայր այն սերը, որ դու ցույց տվեցիր մեզ։ Շնորհակալ եմ Հայր այս Ղուկաս 15-ի հայրը երբեք չի փոխվել։ Դու նույն ես երեք այսօր եւ հավիտյան, սիրելի Հայր։ Ես հավատում եմ դու սիրող Հայրն ես։ Այն երկրորդ օրինաց 32-ի մեջ որ ասում է, ինչպես ես քո թևերը տարածում եւ քո զավակներին պաշտպանում ես ինչպես արծիվ իր բույնի մեջ։ Նա քրքրում է իր բույնը այս կողմ եւ այն կողմ գալով, նա պատերազմում է, նա իր թևերի վրա դնում իր ձակերին եւ բարձրացնում է վերև, ճախրում է դեպի վերև եւ նրանց թրջել է սովորացնում։ Հայր, քո տան մեջ դու մեզ սովորացնում ես քո ներկայության մեջ սլանալ, մոտենալ քեզ, ապրել քեզ, սիրել քեզ։ Հայր, ես մի բան եմ խնդրում, որ քո բնավորությունը, քո բնույթը մենք ունենանք, սիրելի Հայր։ Սիրելի Հայր, ինչքան շնորհակալ եմ, որ դու ես մեր օրինակը։ Հայր, այո, ես էլ ունեցել եմ Հայր երկրի վրա։ Ես էլ ունեցել եմ, տեսել եմ, բայց կատարյալ հոր օրինակը տեսնում եմ Հայր քո մեջ։ Տեսնում եմ կատարյալ սերը քո մեջ։ Հայր, ես խնդրում եմ քո որդու Հիսուսի այրան զորությունը իմ եղբայրների կյանքի մեջ։ Զորացնես նրանց կյանքը, նրանց սիրտը, նրանց նպատակը։ Եվ Հայր, ես ուզում եմ, որ ամեն մի եղբայր, ամեն մի հայր տեսնի իրեն արժեքավորված, ընդունված, ներված, փառքերը քեզ Հիսուս։ Ես հռչակում եմ այս պիտակավորումները մեր կյանքի մեջ, Հայր, այո, մենք քո որդիներն ենք։ Ես շնորհակալ եմ, Հայր, որ որդի են կոչվում։ Ես քո որդին եմ, քո զավակն եմ, դու ինձ ծնեցիր, քո հոգին արարեց ինձ։ Ես շնորհակալ եմ, Հայր,
Շնորհակալ եմ քո որդու Հիսուսի երկրորդ Ադամից, որ նա եղավ այդ կենթանի օրինակը մեզ համար։ Հայր, օրտնես իմ եղբայրների օրը այսօր։ Օրտնես նրանց ձեռքի գործը այսօր քաղաքում, քաղաքից դուրս, ներս մտնելիս ու դուրս գալիս Տեր։ Տեր, լսի ու տես նրանց սրտի աղոթքներն ու երկրպագությունը, ամեն բան այսօր տալիս ենք քեզ, Տեր Աստված։ Միայն տալիս ենք քեզ։ Տալիս ենք քեզ մեր սերը, մեր խոսքերը, փառքերը քեզ մեր Տեր Հիսուս։ Հալելույա, փառքերը քեզ Տեր Հիսուս, փառքերը քեզ Տեր Հիսուս։ Հայր Աստված, այո, միգուցե շատերը փոքր որդու դիրքի մեջ են, շատերն էլ մեծ որդու դիրքի մեջ։ Ես խնդրում եմ Տեր, մեր կյանքը մաքրես ինքնարդարությունից մաքրես Տեր, որ մենք ուղղակի մենք էլ ուրախանանք մեկ ապաշխարածի համար Տեր, ու մի զգանք, որ քո կարիքն ունենք Տեր, ամեն բան խնդրում ենք, գոհանում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, հալելույա, փառքեր Հիսուս։ Այսօր Հայրը քո վրա գցել է իր արդարությունը, սուրբերի արդարությունը, Եսայի մարգարեն ասում է, այո, նա իր պատմությանը գցեց իմ վրա, փառքեր Հիսուսին, նա ծածկեց որդու մերկությունը, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին, բերեք մատանին որդու իշխանությունն է վերականգնված, այո, այդ կնիքը, որ դրված էր մատանի վրա, Հայրը ամեն բան տվել էր որդուն, ամեն բան, բայց պահել էր մատանին, կոշիկներն ու պատմուճանը, որովհետև նա գիտեր որդին կվերադառնա։ Հալելույա։ Քո արդարությունը չես կարող ոչ մի բան։ Քրիստոսի արդարությունն է, որ հագել ես, նա պահել էր քո համար, սիրելի եղբայրս։ Այն իշխանությունը, որ Տերը դրել է քո մեջ, դա Քրիստոսի իշխանությունն է վերականգնված և քո ոտքերին կոշիկները, փառք Հիսուսին, թող օրհնյալ լինեն քո ոտքերը, այն տեղերը, որ դու քայլելու ես, օրհնություն ես լինելու քո ընտանիքի համար, ծառայելու ես, Տեր օրհնիր իմ եղբայրների գնացքը, Տեր Աստված, նրանց ոտքերը, Տեր, քայլող, առաջնորդիր, ինչպես Դավիթն ասում, իմ գնացքը, Տեր, իմ ոտքերը դիր, քո ճիշտ ուղու վրա իմ գնացքը Տեր, խնդրում եմ Տեր, օրհնես իմ եղբայրներին Տեր, հավատքով Տեր, հիմա ես օրհնում եմ նրանց կյանքը Տեր Աստված, նրանց քայլերը Հիսուսի մեջ Տեր, նրանց ինքնությունն ու նրանց իշխանությունը քո մեջ Հիսուս, փառք ես Տեր Աստված, այս հայրերի տոնը թող օրհնյալ լինի Տեր, ամեն մեկս այս երգի բառերի պես զգանք ընդունված, ներված, արժեքավորված, փառք ես Տեր Հիսուս, շնորհակալ եմ Հայր, իրոք շնորհակալ ու երախտապարտ ենք քեզանից Հայր, ամեն բանի համար գոհանում ենք, Հիսուսի անունով և թող եկեղեցին ասի, ամեն ու ամեն, փառքեր Հիսուսին, և մեր Հայր Աստծո սերը, Սուրբ Հոգու աղոթությունը և որդու Հիսուսի Քրիստոսի շնորհը ձեր ամենքի հետ լինի, ամեն, վայելեք ձեր օրը սիրելի հայրեր, փառքեր Հիսուսին։